Ազգային ժողովում արդարադատության նախարար Սրբուհի Գայլյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության բարձրացման նախագիծը, ըստ նախարարի գործող վարձատրության չափն ու կառուցվածքը չեն համապատասխանում ՍԴ դատավորների բարձր իրավական կարգավիճակին։ Նախագծով նախատեսվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ դատավորների համար սահմանել հավելավճար ըստ աշխատանքային ստաժի, քանի որ պաշտոնավարման ժամկետը 12 տարի է, հավելավճարը կհաշվարկվի առավելագույնը 11 տարվա համար սկսած երկրորդ տարվանից։ Նախարարի փոխանցմամբ 2026 թվականի համար ՍԴ կազմի հավելավճարների համար պետբյուջեից կհատկացվի մոտ 47 միլիոն դրամ։ ՍԴ դատավորի պարագայում ամսական հարկված 1.284.384 դրամի աշխատավարձ է, տարեկան 15.412.608, առաջարկվող լրացման ուժով հավելավճարը ապրիլից օրինակ կկազմի 150-ից 510.000 դրամ կախված ստաժի քանակից։ 18 հարթարների գործով առանցքային կարևորության նիստ է սպասվում, դատարանը պետք է հաստատի ապացույցների ծավալը։ Այն, որ մեղադրող կողմի ներկայացրած ամբողջ ծավալը կհաստատի, դրանում կասկած չունենք, բայց արդյոք պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներն էլ կհաստատվեն, թե դատարանը դրանք կհամարի ոչ վերաբերելի։ Սպասենք գործի հետաքրքիր զարգացումներին առաջիկա դատական նիստի վերաբերյալ, նշում են Սրբազան պայքարից։ Հիշեցնենք, որ 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 26-ին ժամը 3:30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում։ Մեր հստակ պահանջը Եվրոպական միությունից իրավունքի գերակայություն եւ հավասարություն բոլորի համար։ Դիմելով Հայաստան գործուղվող ԵՄԱ արձագանքման խմբին, նշում է հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշում է, թեև մենք ողջունում ենք ԵՄԱ արձագանքման խմբի գործուղումը Հայաստան, մեր պահանջը հստակ է։ Առանցքային ուշադրություն պետք է դարձվի իրավունքի գերակայությանը, հավասարապես եւ թափանցիկ կերպով աջակցությունը պետք է ցուցաբերվի բոլոր քաղաքական կուսակցություններին ու խմբի գործունեությունը պետք է բաց լինի հայաստանյան բոլոր շահագրգիռ կողմերի եւ հանրային խմբերի համար։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը թաքուն ու գաղտնի են պահել հասարակությունից Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստերը։ Ես կներկայացնեմ այն լուծումները, որոնք մեզ պետք է բերեն իրական խաղաղություն, լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, ներկայացնելով խաղաղության հասնելու ուղիները, անվտանգության ապահովման ու բանակի բարեփոխումների ծրագրի 6 կետերը։ Բանախոսը ընդգծել է Փաշինյանի ենթակայությամբ գործող արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ 26 թվականին անհավանական է համարում ռազմական էսկալացիան, մինչդեռ Փաշինյանը ամեն օր խոսում է պատերազմից։ Արտաքին հետախուզական ծառայության զեկույցը, որը Նիկոլ Փաշինյանի այդ ծառայությունը գործում է Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ, այդ ծառայության 2026 թվականի զեկույցում ամրագրված է, որ 26 թվականին վերաբերող, որ 26 թվականին անհավանական է համարվում ռազմական էսկալացիան։ Հիմա տեսեք, նրան ենթակա կառույցը, արտաքին հետախուզական ծառայությունը, որով այդքան հպարտանում են, հայտարարում է, որ անհավանական է ռազմական էսկալացիա։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ամեն օր խոսում է պատերազմի մասին։ Ակնհայտ է, որ սա նրա քաղաքական պատասխանատվությունն է եւ նրա անձամբ, նրա կողմից օգտագործվող սպեկուլյացիա է։ Առեղծվածային թրեյդերները հնարավոր է տասնյակ միլիոնավոր դոլարների շահույթ են ստացել ընդամենը մի քանի րոպեում օգտագործելով Դոնալդ Թրամփի Իրանի վերաբերյալ սենսացիոն հայտարարությունը, այս մասին գրում է Daily Mail-ը։ Իրավիճակը կտրուկ փոխվել է, երբ Թրամփը հայտարարել է, որ տեղի են ունեցել քննարկումներ այս հայտարարությունից անմիջապես հետո շուկայական վիճակը փոխվել է 180 աստիճանով։ Սակայն մասնագետները նկատել են արտառոց ակտիվություն հայտարարությունից ընդամենը 15 րոպե առաջ նավթի առևտրի ծավալները հանկարծակի աճել են 2 րոպեում հասնելով շուրջ 600 միլիոնի, 1.5 միլիարդ դոլարի խաղադրույք է կատարվել ամերիկյան ինդեքսի վրա։ Քաղաքական գործիչները տեղի ունեցածը որակել են որպես զզվելի վարքագիծ եւ փորձում են հասկանալ, թե որքան է եղել սրա շահույթը եւ ովքեր են մեղավորները։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայեմին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։